Առաջին ալիք Ամերիկան ներկայացնում է։ Ողջույն, առաջին ալիք Ամերիկայի եթերում հայրենակիցն է։ Աշխարհի տարբեր երկրներում ապրող յուրաքանչյուր հայ անկասկած իր սրտում պահում է նույն երազանքը՝ մի օր գալ Հայաստան եւ զգալ հայրենիքում լիարժեք ապրելու բերկրանքը։ Հայրենիքը սպասում է բոլորին, ընտանիքներով թե առանձին։ Այսօր միասին կծանոթանանք այդ երազանքն արդեն իսկ իրականություն դարձրած մեր հայրենակիցների Մարինե եւ Մելինե Ղազարյանների հետ, որոնք ստանձնել են յուրահատուկ առաքելություն կրթական բնագավառում։ Մարինե, Մելինե, ողջույն։ Ինչպե՞ս եք։ Բարև ձեզ։ Լավ, շնորհակալություն։ Հուսամ լավ տրամադրություն ունեք, որը հետո կփոխանցենք նաև մեր հեռուստադիտողին։ Փորձենք։ Վստահաբար։ Մամ կենտրոնում ենք, որի մասին բոլոր մանրամասները կբացահայտենք քիչ ուշ։ Այժմ առաջարկում ենք խոսենք ձեր մասին, ձեր կյանքի մասին, հայրենադարձության ճանապարհի մասին։ Եվ սկսենք ամենասկզբից։ Դուք ծնվել եք Հայաստանում, այնուհետև մի քանի տարի անց տեղափոխվել եք ընտանիքով Ռուսաստանի Դաշնություն։ Խնդրում եմ ներկայացնեք այդ ժամանակահատվածը ձեր կյանքի։ Իրականում բավականին բարդ ժամանակահատված էր եւ բարդ էր եւ Հայաստանում եւ Ռուսաստանի Դաշնությունում, բայց որոշումը ծնողներիս էր եւ մենք այսպես ընտանիքով տեղափոխվեցինք այնտեղ։ Սկզբում ես էի եւ իմ քույրիկը փոքրը, հետո Մելինեն մի տարի անց մեզ միացավ։ Սովորել ենք այնտեղ, եղել են բարդ ժամանակներ իրականում, բայց հարմարվել ենք, դպրոցում ենք սովորել, հետո համալսարան ենք ավարտել, աշխատել ենք եւ ինչ որ մի պահից սկսած անընդհատ մտքում ունեցել ենք Հայաստան վերադառնալու։ Ու ամեն դեպքում ես միշտ իմացել եմ, որ ես Հայաստանում եմ ապրելու, վաղ թե ուշ։ Հետո Մելինեն եկավ դեռահասության բարդ տարիքում 13 տարեկան ամեն կերպ փորձում էի խուսափել Հայաստանից տեղափոխվելուց, քանի որ շատ վառ պայծառ մանկություն ենք ունեցել, չնայած մեր երկրում տիրող շատ դժվար ժամանակներին 90-ականների վերջին։ Ու երբ տեղափոխվեցինք, ահա որ սենց մշակութային շոկ ենք ապրել ինձ համար, որ իմ մանկության ամենածանր հիշողություններն են, որ շատ սենց սիրուն պայծառ միջավայրից դու տեղափոխվում ես միտեղ, այո, ջեր միջավայրից տեղափոխվում ես միտեղ, որտեղ մարդիկ շատ տարբեր են քեզանից։ Իրականում բավականին բարդ ժամանակաշրջան էր, բայց նաև հնարավորությունների ժամանակահատված էր մեզ համար։ Դա լավ կրթություն ստանալու հնարավորություն էր, կայանալու որպես մասնագետ, աշխատանք ունենալու եւ այդ ամենը տալիս էր այդ ժամանակ այդ երկիրը, որտեղ եւ մենք կարելի ասել կայացել ենք որպես մարդ, անձ, որպես մասնագետ։ Բայց դե մեր սիրտը Հայաստանում է եղել։ Եվ այնպես ստացվեց, որ ես ամուսնացա Հայաստան, տեղափոխվեցի այստեղ եւ հետո սկսեցի աշխատանքներ տանել ընտանիքը Հայաստան վերելու ուղղությամբ։ Մեր միգրացիան։ Այո, ինչպես ամուսինս սիրում է ասել, ես նպաստեցի, որպեսզի հայրենադարձվեք։ Ձեր աշխարհայացքի ձևավորման վրա ինչպիսի ազդեցություն ունեցավ ռուսաստանյան միջավայրը։ Դե, այսպես ասեմ, ցանկացած պարագայում այն երկիրը, որտեղ որ դու ապրում ես, ինքը ձևավորում է քեզ։ Եվ չեմ կարող ասել, որ այնտեղից բացարձակ ոչինչ չենք վերցրել։ Շատ բան ենք վերցրել։ Չեմ կարող ասել, որ դա մեզ այսպես ամբողջությամբ ձևավորել է, որովհետև մեր ընտանիքում ամեն ինչը հայկական էր։ Եվ դրվածքն էր ամեն այսպես, հա, եթե մենք մտնում ենք տուն, մենք չենք խոսում ռուսերեն, մենք հեռուստացույցի դիտում ենք միայն հայկական ինչ-որ ալիքներ, ֆիլմեր, բացարձակ մեկ բառ մեր տանը ռուսերեն չէինք խոսում։ Եվ դա էլ պահպանում էր մեր հայկական կողմը, հա, մեր հայկական անհատականությունը։ Եթե փորձենք համեմատականներ անցկացնել, ինչպիսին էր հասարակությունը Հայաստանի, երբ որ թողել էիք Հայաստանը եւ տեղափոխվել էիք Ռուսաստան, եւ ինչպիսին էր եւ հասարակությունը եւ մարդիկ եւ առհասարակ հայկական միջավայրը արդեն Հայաստանում մշտական բնակություն հաստատելուց հետո։ Որ այստեղից տեղափոխվում ենք, այստեղ իհարկե շատ տխուր պատկեր էր, մութ անլույս տարիներ էին, այնտեղ ծորակից բացում էր, տաք ջուր էր գալիս։ Բայց իհարկե ես միշտ շարունակում եմ կրկնել, որ ես երազում էի այն
բաժակով լողանալու ժամանակները ավելի լավ էր ինձ համար, քան այդ տաք ջուրը, որ ծորակից բացում էր եւ գալիս էր, որովհետեւ չկար մեր երկրի ոչ ջերմությունը, ոչ սերը, ոչ այն ապահովությունը, որը որ դու զգում ես քո երկրում, քո հողի վրա։ Մենք ձգտումներ ունենք եւ նպատակներ ունենք, բայց այդ երկիրը մերը չէր։ Երբ որ վերադարձանք Հայաստան, արդեն ինձ համար սարսափելի դժվար էր այստեղ, որովհետև ես չունեի ընկերներ, չունեի շրջապատ, չունեի միջավայր եւ պետք է զրոյից կայանայի։ Իհարկե դժվար էր, արդեն Հայաստանն էլ ուրիշ էր, բայց ամեն դեպքում այս երկրում դու քո ամուր ոտքի վրա ես կանգնած եւ քո հողում ես, ինչը ինձ համար ամենակարևոր բանն է։ 10 տարուց ավել չլինելով Հայաստանում փոփոխությունը զգում էի անմիջապես անգամ օդանավակայանից, փոխվել էր ամեն ինչ, քաղաքը, մարդիկ, մենք շատ եվրոպական մտածելակերպի մարդիկ ենք, ես ապշած էի այստեղի երիտասարդների կրթության հանդեպ, կրթված լինելու, լեզվի իմացության, այդ ժամանակ դե ռուսական իրականությունում անգլերեն ոչ ոք չի խոսում, դու գալիս ես մի միջավայր, որտեղ անգլերենը տարածված լեզու է, բոլորը խոսում են, տիրապետում են, լեզվի իմացությունը տալիս է նաև այլ գրականության եւ այլ տեղեկատվության հասանելիություն, ինչը կրթում է մեր հասարակությունը եւ 97 թվականին, երբ ես գնում էի, մի միջավայր էր 2006-ին, երբ որ մենք առաջին անգամ տեղափոխվեցինք, հետո 2010-ին առավել եւս, երբ որ ես տեղափոխվեցի, ընդունվեցի այստեղ աշխատանքի, Հայաստանը լրիվ այլ էր ու այդ զարգացումը ինքը 13 տարի էր անցել իմ գնալուց ու վերադառնալուց, փոփոխությունները ֆանտաստիկ էին։ Կա մի այսպիսի կարծրատիպ, այն մարդիկ, ովքեր որ օրինակ 90-ականներին գնացել են, իրենք մտքում պահած ունեն այդ տարիների Հայաստանը եւ թվում է թե Հայաստանում ժամանակը իրենց պատկերացմամբ կանգ է առել, բայց մենք ֆանտաստիկ զարգացման տեմպերով փոփոխվող երկիր ենք ու այդ պահին էր ինձ համար ակնհայտ, հիմա առավել եւս 15 տարի անց։ Մարինե, Մելինե, շատ հետաքրքիր է Հայաստան տեղափոխվելուց հետո միանգամից որոշեցիք ինչով եք զբաղվելու, թե երկար մտորումների արդյունք է։ Սկզբում ինձ համար կարևոր էր գոնե որևէ տեղ ընդունվել աշխատանքի։ Իհարկե ես գտա աշխատանք, սկզբում տելեկոմում էի աշխատում Armentel-ում, հետո ֆինանսաբանկային ոլորտում, այսինքն աշխատանքը գտնում է քեզ, եթե դու փնտրում ես այն, ես վստահ եմ դրանում, որոշակի ժամանակ նաև աշխատանք ես ստանում, ցույց տալու թե դու ինչի ես ունակ եւ այլն։ Բայց հետո կյանքի բերումով այնպես ստացվեց, որ մեր երկիրը այնպիսի ցավոտ օրեր ունեցավ, որ մենք վերաիմաստավորեցինք մեր կյանքը եւ որոշում կայացրեցինք ստեղծել մի բան, որը որ արժեք կունենա։ Ամեն ինչ արել ենք անձնական աճի համար եւ մասնագիտական եւ որպես անձ զարգանալու ինչ որ կյանքից արժեքներ քաղելու համար, բայց որպես հայեր, ովքեր որ պատկանելիություն ունեն մի երկրին, որը գլոբալ խնդիր ունի եւ ունի կարիք ինչ որ այլ գործունեության, մենք ոչինչ չենք արել։ Մենք ոչ մի արժեք մեր երկրի համար մնայուն չենք ստեղծել, բացի նրանից, որ տեղափոխվել ենք ապրելու Հայաստան, ունենալով հնարավորություններ ապրելու այլ իրականության մեջ։ Ու այստեղից, այո, ու այստեղից ծնվեց մեր դպրոցի գաղափարը։ Այո, եւ ձեր բոլոր արժեքները տեղավորեցիք մամկենտրոնի մեջ։ Իրականում մի քիչ անձնական այսպես պահ կար կենտրոնը ստեղծելու, երբ որ 20 թվականի պատերազմը եղավ, դա իմ եղբայրը մեր 4-րդը ծնվել է Ռուսաստանում եւ Հայաստանում եղել է, կարելի ասել, եղել է շատ քիչ, ինքը շատ հրաշալի խոսում է հայերեն, բայց խոսում է, հասկանում է, բայց գրել կարդալ չգիտեր։ Ու մի օր զանգարեց, ասում է ուզում եմ, որ ինձ ձեր պատմության գրքերն ուղարկեք, որտեղ ես չեմ հասկանում ինչա տիրում ինտերնետում, ամբողջ աղավաղված, ես չեմ հասկանում ես ինչ, որտեղից է սկսել ես ամենը, ինչ պատմություն ունի, ինչ նախապատմություն, ուղարկիր ինձ տղայիդ հայերի պատմության դասագրքերը, ես կարդամ, հասկանամ, ասում եմ, բայց դու կարդալ չգիտես, ոչինչ, ես կսովորեմ։ Ու այդ ընթացքում ինչքան ծանոթներ եւ հարազատություն ունեինք դրսում, բոլորը այդ նույն խնդրանքով մեզ դիմում էին։ Ու այս միտքը, որ ես միտեղ կսովորեմ, այսպես զրնգաց մոտս, մի հատ հասկանանք մենք ինչ ունենք այս առումով, որ մենք ունենք 9 միլիոն սփյուռք, 9-7 տարբեր գնահատական, բայց ունենք մեծ սփյուռք։
Մի հատ հասկանանք մենք արդյոք ունենք այս տեխնոլոգիական ժամանակահատվածում տիրույթ, հա, on-line թեկուզ տիրույթ, որտեղ որ մարդիկ ով ուզենան կարող են սովորել հայերեն, սովորել պրոֆեսիոնալ մոտեցմամբ, հատուկ մշակված ծրագրով, որ հետաքրքիր լինի հիմնականում երեխաների համար։ Տեսանք, որ չկա։ Եվ կարևորագույն է այս մասում հավելեմ, ոչ միայն տեխնոլոգիաներով եւ այլն, այլ նպատակը լինի հայաֆիկացման այն մարդկանց, ովքեր ունեն ձգտում եւ ցանկություն այդ դաշտ գալու։ Այսպես ծնվեց այս գաղափարը, մենք սկսեցինք ուսումնասիրել ինչ կա շուկայում։ Վստահ եմ, որ շատ դժվար ճանապարհ եք անցել, մանավանդ այն ժամանակաշրջանում գաղափարի իրագործում միջև արդեն հաջողված պատմություն։ Կպատմեք ձեր անցած ճանապարհի մասին։ Գաղափարից հետո հաջորդ քայլը դա հետազոտությունն էր։ Կարծում էինք, որ որպես երկիր, ով ունի սփյուռք, ունի սփյուռքի հանձնակատարի գրասենյակ, վստահաբար կա մշակված արդեն մոտեցում կրթության հենց այս ոլորտի հետ կապված։ Կային որոշակի նախաձեռնություններ, տարբեր ինչ-որ նախագծեր էր իրականացվում եւ այլն, բայց on-line տիրույթում համակարգված հենց ծրագիր, որը որ կունենա եւ տեխնիկական ապահովման հատվածը եւ այնպիսի ձևաչափով կդասավանդվի, որը որ կձևավորի նաև վերաբերմունք լեզվի դասավանդմանը, որովհետև on-line-ի հանդեպ կա այս կարծրատիպը, չէ, որ դա այսպես թեթև ինչ-որ տնային պայմաններում դասավանդվող բան է եւ նաև վերաբերմունք է ձևավորում, ու ինչու՞ չէ նաև հենց բովանդակությունն ու մեթոդաբանությունը մենք չգտանք այդ ամենը եւ որոշեցինք մեկտեղել, այսպես ասած, նախագծի մեջ։ Բարդ էր, ինչ խոսք, որովհետև կային բազում խնդիրներ, սկսած մասնագետներից, տեսլականը կիսողներից, որովհետև միշտ կա այդ հայկական իրականության մեջ այդ կարծրատիպը, որ հայերենը ինքը շատ ցած վեհ բարձր լեզու է եւ հնարավոր չէ հայերենը դասավանդել հեշտ թեթև խաղային, որովհետեւ երեխաները նաեւ հավեսով սովորեն։ Իսկ մեր նպատակը Ամերիկայում եւ Եվրոպայում այնտեղի շատ թեթև զարգացած կրթական միջավայրում ապրող երեխաներին, ովքեր չեն սիրում ծանր բաներ եւ չունեն այդ մոտիվացիան սովորելու, հետաքրքրենք հայերենով։ Այդ առումով նաև դժվար էր պրոդուկտը եւ առհասարակ գաղափարը սփյուռքում էլ ներկայացնել, որովհետեւ ծնողներին պետք է գիտակցության բերեինք, որ շատ կարևոր է, որ երեխաները սովորեն հայերեն, որ իրենք չկորցնեն իրենց արմատները, որովհետեւ այսօր երբ որ աշխարհը չունի սահմաններ, ինտերնետի տիրույթ եւ կան հնարավորությունները եւ շատ են եւ այդ հնարավորությունները մեզ նաեւ շատ գործիքներ են տալիս, որպեսզի մենք կարողանանք իրենց կամ բերել դեպի այս տիրույթ կամ բոլորովին կորցնել այս տիրույթից։ Դրա համար աշխատանքը շատ բարդ էր, ինչ խոսք, բազմաշերտ, այո։ Այո, հարթակը իսկապես նախադեպային է եւ դրա հաջողությունը նաեւ չափվում է ձեր ուսանողների թվով, ընդամենը 2-3 տարվա ընթացքում շուրջ 200 ուսանող, 200 ավել։ Նո, այս պահին այդքան մեզ մոտ սովորում են, այս պահին, բայց իրականում քանի որ շատ տարբեր նախագծեր են իրականացրել ու այսպես մեր ընկեր դպրոցի ձեռքի տակով լավ իմաստով անցել են շատ ավելի ուսանողներ, կարող եմ ասել, որ այդ թիվը շատ ավելի մեծ է։ Առաջարկում եմ շրջենք ձեր կենտրոնով եւ ծանոթանանք, թե ինչպես են ընթանում պարապմունքները այդ ուսանողների հետ։ Սիրով։ Գնացինք։ Այսպիսի 5-6 լսարան ունենք, անվանել ենք մարզերով, լսարաններից են դասերն իրականացվում, հիմա բոլոր լսարաններում դաս է, այստեղ ազատ լսարան ունենք, ցույց տամ։ Որ շատանանք լսարանների քանակներ կշատանան, այո, փոխենք։ մարզերի քանակներ կավելան։ Ուսուցիչները հենց այս լսարաններից են միանում դասի, մեր հարթակով իրենց ուսուցիչը իր անձնական էջից, իր գրաֆիկով միանում է դասի, երեխաները, ովքեր որ միանում են տվյալ դասին, երևում են այս էկրանին, 4-5 երեխա առավելագույնը խմբում, որպեսզի իրենք կարողանան եւ խմբի հետ արդյունավետ աշխատել մեկ ժամվա ընթացքում։ Այո, գիտել։ Ահա, դասերը ձայնագրվում են, կցվում են երեխաների անձնական էջերին, դա նաեւ մեզ համար որպես դպրոցի ղեկավարության, հա, այսպես ասած, գործիք է, որով որ մենք այսպես մոնիտորինգ ենք անում դասի որակը, երեխաների խմբի համապատասխանությունը, իրենց գոհունակությունը դասերով, ուսուցչի վարման process-ը, այսինքն համապատասխանում է ընդհանուր մեր բոլոր սահմանված չափանիշներին, թե ոչ։
Այստեղ արդեն բուն դասերի հենց նյութն է, որով որ մատուցվում է երեխաներին տարբեր անիմացիաներով դասերը, պարտադիր մաս է, իրենք պարտադիր պետք է ամեն ինչը լինի հնարավորինս ինտերակտիվ խաղային, որպեսզի երեխաները սիրով զբաղվեն։ Այսպես։ Նաև նշեմ, որ խմբային դասերը միավորում են երեխաների տարբեր երկրներից։ Մենք շատ սիրում ենք այդ խմբերը, որտեղ որ տարբեր երկրներից են միավորվում, որովհետև երեխաները այսպիսի համայնք են նաև ձևավորում եւ նաև գիտակցում են, որ իրենք մենակ չեն, որպես հայ, ով որ ապրում է Սփյուռքում, տարբեր երկրներում կան իրենց նման բալիկներ, ովքեր լինելով հայ ստիպված են ապրել Հայաստանից դուրս։ Այդ իրականում շատ օգնում է, մենք մի խումբ ունեինք, որտեղ Հնդկաստանից էր մի աղջիկ միանում, Իտալիայից էր միանում, Եվրոպայի ուրիշ երկրներից ու իրենք նաև իրենց երկրի ավանդույթները, իրենց երկրի տոներն են պատմում, այսպեսի միջմշակութային միջավայր է ձևավորվում։ Չնայած նրան, որ մեր գրասենյակում դասեր փաստացի այստեղ չենք իրականացնում, բայց պարտադիր հայկականությունը բոլոր տեղերում պահում ենք, նաև մեր մեծերի նկարները, ասես դպրոցից անպակաս։ Սա մեր ամենասիրելի հատվածն է, գրասենյակի կարելի ասել, որովհետև այստեղ մենք տեսնում ենք մեր աշխատանքի արդյունքը։ Այս քարտեզը խորհրդանշում է մեր աշխատանքի ծավալը, որ մենք աշխատում ենք աշխարհի ամբողջ գրեթե բոլոր երկրներում, որովհետև այդ հնարավորությունը կա եւ որտեղից էլ որ ուզենք կարող են սովորել հայերեն։ Միայն ցանկություն լինի։ Մեր ժամանակներում ամենաբարդ խնդիրներից մեկը երեխաներին մոտիվացնելն է։ Նրանց համոզելը, որ կրթությունը կարևոր է, հայրենաճանաչությունը կարևոր է, սեփական ինքնությունը պահելը եւ ինքդ քո արմատներին ծանոթ լինելը կարևոր է։ Ձեր կենտրոնի գործունեության հիմքում այս բոլոր բաղադրիչները կան։ Ինչպես է ձեզ հաջողում այդքան մեծ գործ կատարել։ Շատ ճիշտ նկատեցիք, իսկապես մեր գործունեության առանցքում, հենց հիմքում դրված է ինքնաճանաչումը երեխաների որպես հայեր, ծանոթացումը իրենց արմատներին, իրենց ծագմանը, բայց այո, ինչպես ասացիք, մենք ունենք երեխաներին իսկապես մոտիվացնելու խնդիր։ Մենք ապրում ենք մի դարում, որտեղ ամեն ինչը վառ, գունեղ, արագ, հետաքրքիր եւ երեխաներին դու մշտապես, եթե դու ուզում ես իրենց բերել քո դաշտ, դու պետք է գնաս այդ ճանապարհով եւ մենք հաշվի ենք առնում մեր օրյա երեխաների հետաքրքրությունները, իրենց առանձնահատկությունը, իրենց սերը դեպի որ կողմ է ուղղված եւ այդ ամեն ինչը բերել ենք մեր դասընթացների հիմք եւ առանցք։ Այսինքն մեթոդաբանության հիմքում, մասնավորապես երեխաների, փոքր տարիքի եւ դեռահասների, առաջին հերթին դրված է իրենց հետաքրքրությունները։ Ինչ պատկերներով, ինչ խաղերով, ինչ հետաքրքիր անիմացիաներով եւ ինչ ձևաչափով կառուցել դասընթաց, որով որ դու իրենց հարմար, իրենց հետաքրքիր ձևաչափով կտաս այն բովանդակությունը, որը որ քեզ պետք է, այսինքն ինչին որ դու ուզում ես հասնել, հա, այն նպատակը, որը որ դրված է դասընթացի առանցքում։ Եվ դա շատ կարևոր է։ Մենք ունենք մեր սեփական հարթակը, որի միջոցով որ մենք դասավանդումը իրականացնում ենք, եւ այդ հարթակում հաշվի են առած հենց այդ խաղային մոտեցմամբ դասավանդման բոլոր գործիքները, եւ կա հնարավորություն եւ դասերը ձևավորված են այնպիսի ձևաչափով, որ իրենք խաղի միջոցով մեծ տարիքում արդեն դեռահասները եւ այլն նախագծային հետաքրքիր պրոյեկտներ իրականացնելով սովորեն են ամեն ինչ, ինչը որ մենք ուզում ենք իրենց տալ։ Իսկ ինչպես եք մշակել, ձևավորել ձեր տեսադասերի մեթոդաբանությունը, փորձնական հանդիպումներ աշակերտների, երեխաների հետ ունեցել եք։ Անպայման, մենք նախ ասեմ, որ մեծ թիմ է աշխատում շատ դասերի բովանդակության մշակման վրա։ Մենք 21 թվին, երբ որ հիմնեցինք ընկերությունը, մի ամբողջ տարի աշխատել ենք հենց մեթոդաբանության եւ դասընթացների բովանդակության մշակման վրա, որոնք այս տարիների ընթացքում արդեն պրակտիկ դասավանդվելով լրամշակվել եւ կատարելագործվել են, հաշվի առնելով երեխաների հետադարձ կապը, արդյունավետությունը դասընթացների եւ այլն։ Դասընթացների նախագծման մեջ մենք ներգրավել ենք Հայաստանի, չեմ ամաչի ասել, լավագույն մասնագետներին, ովքեր աշխատում են տարիներ շարունակ
կրթական ոլորտում հայաստանյան եւ տարբեր դպրոցների եւ տարբեր մեթոդների տիրապետում են, որով որ այլակարծությունների եւ տարբեր տեսանկյունների համադրությամբ ձևավորվել են դասընթացների բովանդակությունը։ Պարտադիր ներգրաված են եւ հոգեբաններ եւ պատմաբաններ, մշակութային ոլորտին տիրապետող մասնագետներ։ Ես հավելեմ նաեւ, որ չմոռանանք, որ 21-րդ դարի երեխան շատ այսօր սովոր է, այո, արագությանն են սովոր։ Եվ նաև հաշվի առնելով, որ մենք գործ ունենք Սփյուռքի երեխաների հետ, եւ մեթոդաբանությունը մշակված է այնպես, որպեսզի լեզուն ինֆորմացիան փոխանցվի այն ձևաչափով, այն բովանդակությամբ, որ երեխային հասանելի լինի դա։ Այսօր արդեն տեսնում ենք հարթակի շոշափելի արդյունքները, սակայն տարիներ առաջ վստահ եմ, որ հիմնելիս բավականին մեծ խնդիրների եք բախվել, ինչպես եք կարգավորել այդ խնդիրները եւ արդյոք որևէ этаպում այդպիսի զգացողություն է եղել, որ գուցե սխալ որոշում եմ կայացրել եւ պետք է հետ գնամ։ Այս զգացողությունը երբեք չի եղել, անկեղծ լինենք։ Մենք ունենք 1+, հա, քանի որ մենք դրսում ենք մեծացել եւ այնտեղ տեսել ենք, թե ինչ խնդիրների հետ է բախվում Սփյուռքը եւ երիտասարդությունը եւ երեխաները, մեզ համար հեշտ էր հասկանալ, թե ինչը պետք է առաջարկել։ Այլ հարց է, որ հայ տեխնիկապես բավականին խնդիրների առջև ենք կանգնած, այդ բոլոր խնդիրները լուծելը իհարկե հեշտ չէր, բայց կարծում եմ մենք հաղթահարել ենք դա։ Այո, դժվար է Հայաստանում ապրել այսօր իսկապես հերոսություն է։ Այս ընդհանուր տեղեկատվության մեջ, ընդհանուր իրավիճակի, աշխարհաքաղաքական տարբեր իրավիճակներից ելնելով եւ գուցե կա աշխարհում շատ հանգիստ տեղ, որտեղ կարելի է ամեն ինչից կտրվել եւ հանգիստ ապրել, բայց այդտեղ քո լինելը այդպես կարեւոր չի, ինչպես որ դու, երբ որ դու Հայաստանում ես։ Մենք անդադ դրանից խոսում ենք, որ հաճախ լսում ենք, որ մարդիկ այնպես պլանավորում են տեղափոխվեն այլ երկիր եւ այլն, դժվարություններից, տարբեր վրթովմունքներով եւ այլն, ասում ենք մի փոքր համբերեք եմ, որ այդ պահը կանցնի, բայց մնայուն արժեքները, քո երկրում ապրելու այդ բերկրանքը, հետո կհասկանաս ինչքան կարող։ Բայց հակառակ տենդենսն ենք նկատում, մենք հիմա ունենք աշակերտներ, որոնք որ մեզ մոտ սովորում են, նպատակը այն է ծնողների, որ իրենք վերադառնում են Հայաստան եւ երեխաները սովորեն հայերեն։ Երեխաներին նախապատրաստում են Հայաստանում դպրոց։ Այդ միտումն էլ ենք տեսնում, ինչը մեզ շատ ուրախացնում է, անկեղծ ասած։ Ցանկացած հայ, կարծում եմ, անկախ նրանից Հայաստանում է ապրում, թե Հայաստանից դուրս, բայց իր հոգում, մտքում, իր առօրյա կյանքում կարծում եմ պետք է որոշակի ներդրում ունենա իր հայրենիքի համար, դա կլինի հայ երեխա մեծացնելը, դա կլինի ինչ-որ երկրի համար մի լավ բան անելը, թե տեղափոխվել է Հայաստան, արդեն ամեն մեկը թող ինքը որոշի ինչ անի, բայց որպես հայ կարծում եմ, որպես մեր այսպես հին ազգի ներկայացուցիչ, եթե մենք յուրաքանչյուրս մեր փոքր ներդրումը անենք մեր երկրի համար, կարծում եմ մեր երկիրը կարող է ծաղկել եւ բարգավաճել։ Վստահ եմ, որ հենց այդպես էլ կլինի եւ շնորհակալություն շատ գեղեցիկ ու հետաքրքիր զրույցի համար։ Մենք ենք շնորհակալ։ Մեր հաղորդման յուրաքանչյուր պատմության հետ համոզվում ենք, որ վերադարձի ճանապարհը հեշտ չէ։ Այն լի է փորձություններով, մտավախություններով եւ մարտահրավերներով, բայց միևնույն է, հայրենի հողն ավելի հարազատ է, իսկ երկինքը ավելի բաց։ Հայաստան եկողները մեզ հիշեցնում են, որ հայրենիքը ոչ միայն հիշողություն է, այլ նաեւ ապագա։ Հայրենակցի այսօրվա թողարկման համար այսքանը։ Կհանդիպենք։